Այսօր կանդրադառնանք Հայաստանի Fast X Premier League-ի 23-րդ մրցաշարի ընթացքում տեղի ունեցած վիճառույց իրավիճակներին։ Նախ սկսենք Փյունիկ Ուրարտու խաղից։ Մրցավարը կայացրեց որոշում նշանակելով 11 մետրանոց եւ կարմիր քարտ ցույց տալով Փյունիկ թիմի խաղացողին։ Սակայն վար մրցավարը հրավիրեց նրան խաղադաշտի տեսադիտման, տեսադիտումը կատարելուց հետո մրցավարը փոխեց իր նախնական որոշումը, չեղարկեց եւ 11 մետրանոց հարվածը եւ կարմիր քարտը։ Տեսագրությունում կարող եք տեսնել, որ երկու խաղացողների միջև ընթանում է ուսուսի պայքար։ Փյունիկի խաղացողը նորմալ պայքարում է գնդակի համար, չկատարելով ոչ մի ավելորդ խախտում։ Ոտքերի հպում չկա, նրանք ուսուսի վազում են, որից հետո հարձակվողը պայքարի հետևանքում ընկնում է տուգանային հրապարակում։ Եթե համեմատենք նախորդ մրցափուլում տեղի ունեցած ԲԿՄԱ Գանձասար խաղի ընթացքում նշանակված 11 մետրանոց եւ կարմիր քարտի հետ, կտեսնենք, որ տվյալ իրավիճակում խաղացողները ուսուսի են պայքարում գնդակի համար, իսկ նախորդ իրավիճակում ԲԿՄԱ-ի խաղացողը գտնվում էր Գանձասարի հարձակվողի մեջքի հետևում եւ նրա ձեռքը գտնվում էր հարձակվողի մեջքին։ Տվյալ իրավիճակում պայքարը ուսուսի է, հետևաբար նմանատիպ իրավիճակներում չպետք է նշանակվի 11 մետրանոց եւ չպետք է լինի բնականաբար կարմիր քարտ։ Տվյալ իրավիճակում Ուրարտուի մյուս հարձակվողները հնարավորություն չունեին պայքարել գնդակի համար, եթե մրցավարը սուրիչը չտար, այդ դեպքում մենք տեսնում ենք, որ Փյունիկի խաղացողը շատ մոտ էր գտնվում գնդակին եւ նա հեշտությամբ կարող էր հեռացնել գնդակը։ Նույն խաղի վերջնամասում մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված Փյունիկի դարպասին, Փյունիկի պաշտպանը փորձում է խաղալ գնդակ, սակայն կատարում է խախտում Ուրարտու թիմի հարձակվողի նկատմամբ, սակայն գնդակը քանի որ մնում է տուգանային հրապարակում եւ Ուրարտուի խաղացողները դեռևս հնարավորություն ունեն գրավել մրցակցի դարպասը, այդ պատճառով մրցավարը սպասում է մինչև տվյալ իրավիճակը կավարտվի, որից հետո նոր կայացնում է 11 մետրանոցի որոշումը։ Եթե մրցավարը արագ կայացնի իր որոշումը եւ վար տեսադիտումից հետո պարզվի, որ մրցավարի որոշումը կայացած սխալ էր, այլևս նա չի կարող հետ գալ 11 մետրանոցին կամ չի կարող շարունակել խաղը, այդ պատճառով նա սպասում է մի փոքր, որպեսզի տեսնի հետագա զարգացումները, որից հետո նոր նշանակում է 11 մետրանոց հարված։ Նույն օրը կայացավ եւս մեկ հետաքրքիր հանդիպում, Վանը ընդունել էր ԲԿՄԱ-ին։ Հետաքրքիր իրավիճակը եղավ այդ խաղի ընթացքում, երբ որ ԲԿՄԱ-ի խաղացողը լավ հնարավորություն էր դարպասը գրավելու, սակայն նրա նկատմամբ խախտում կատարվեց։ Կարող է թվալ, որ ԲԿՄԱ-ի հարձակվողը խախտման պահին արդեն գտնվում էր տուգանային հրապարակում, սակայն կրկնապատկերները ցույց են տալիս, որ խախտումը կատարվել էր տուգանային հրապարակից դուրս եւ հաշվի առնելով այն, որ հարձակվողի կողքին բացի խախտում կատարող խաղացողից կար եւս մեկ պաշտպան, տվյալ իրավիճակը գնահատվում է որպես հեռանկարային գրոհ եւ ոչ թե ակնհայտ գոլ խփելու հնարավորություն, այդ պատճառով մրցավարը նշանակեց տուգանային հարված եւ դեղին քարտ ցույց տվեց խախտում կատարող խաղացողին։ Այստեղ շատ կարեւոր է մրցավարի եւ մրցավարի օգնականի համագործակցությունը, տվյալ իրավիճակում մրցավարի համար դժվար է որոշել որտեղ է կատարվել խախտումը, սակայն մրցավարի օգնականը նույնպես գտնվելով ճիշտ դիրքում ճիշտ ինֆորմացիա է տալիս մրցավարին։ Տուրի մյուս կենտրոնական հանդիպումում Ալաշկերտը ընդունել էր ՆՈԱ թիմին։ Խաղի հենց սկզբնամասում, դեռևս 30-րդ վայրկյանին, Ալաշկերտի խաղացողը ուշանում է խաղալ գնդակ եւ խախտում է կատարում։ Մրցավարը որոշում է, որ եզրափակվի միայն բանավոր զգուշացմամբ եւ հաշվի առնելով այն, որ խախտումը կատարվել է խաղի առաջին րոպեին, մրցավարը որոշել է բավարարվել միայն բանավոր զգուշացումով։ Նույն խաղում մի քանի րոպե անց եւս մեկ այլ խախտում է կատարվում, մրցավարը թույլ է տալիս շարունակել խաղը, բայց խախտման մեջ նույնպես պարունակում են դեղին քարտի էլեմենտներ։ Տվյալ իրավիճակում մրցավարը նույնպես հաշվի առնելով խաղի սկիզբը, ընդհանրապես խաղի 15-րդ րոպեն, նույնպես չի դիմում դեղին քարտի օգնությանը։ Հետաքրքիրը այն է, որ խախտում կատարող խաղացողները հետագայում խաղի ընթացքում ստանում են դեղին քարտ։ Նմանատիպ որոշումները չեն համարվում որպես կոպիտ սխալ մրցավարի կողմից։ Եթե այս խախտումները լինեին արդեն այն պահին, երբ որ տվյալ խաղացողները կունեին այն դեղին քարտեր, այդ դեպքում արդեն այլ դիտարկումներ պետք էր անել։ Խաղի 72-րդ րոպեին ՆՈԱ թիմի երկու խաղացողներ զգուշացվեցին մրցավարի որոշման հետ բացահայտ անհամաձայնություն հայտնելու համար։ Խաղի կանոններով ամրագրված է, որ նույնիսկ եթե մրցավարը կայացնում է սխալ որոշում, դա իրավունք չի տալիս խաղացողներին արտահայտել ակնհայտ անհամաձայնություն, հետևաբար տվյալ իրավիճակում մրցավարը ճիշտ է զգուշացրել ՆՈԱ թիմի երկու խաղացողներին։ Իհարկե տվյալ իրավիճակում ՆՈԱ թիմի խաղացողները
պահանջում էին նշանակել հարված դարպասից, քանի որ գնդակը դուրս էր եկել խաղադաշտի սահմաններից։ Երբ որ մենք հեռուստացույցով դիտում ենք խաղը, մեզ կարող է շատ հեշտ թվալ նմանատիպ որոշումները, որ բոլորս կարող ենք տեսնել, որ գնդակը այո դուրս է եկել խաղադաշտից։ Բայց խաղի ժամանակ հնարավոր է նմանատիպ պահերը դուրս մնան մրցավարի կամ մրցավարի օգնականի տեսադաշտից։ Այնուամենայնիվ, եթե տվյալ իրավիճակը ավարտվեր գոլով, անպայման վար մրցավարները կմիջամտեին եւ կկանչեին մրցավարին խաղադաշտի տեսադիտում կատարելու։ Ըստ վար արձանագրության, վար մրցավարը կարող է միջամտել միայն մի քանի իրավիճակներում։ Երբ որ խախտումը կապված է ուղիղ կարմիր քարտի հետ, երբ որ սխալ նշանակվել է կամ չի նշանակվել 11 մետրանոց հարված, ցանկացած խփված գոլ ստուգվում է, որպեսզի հասկանան արդյոք գրոհի կառուցման փուլում թիմը խախտում կատարել է թե ոչ, ինչպես նաև այն իրավիճակները, երբ որ մրցավարը սխալ նույնականացում է կատարել եւ սխալ մարդու է պատժել դեղին կամ կարմիր քարտերով։ Եվս մեկ հետաքրքիր իրավիճակ Ալաշկերտ Նոա խաղից, երբ Նոայի տեխնիկական գոտում գտնվող անձնակազմի անդամներից ոմանք պահանջում էին նշանակել 11 մետրանոց հարված եւ այդ պատճառով որպես անհամաձայնության արտահայտում կրկին եղավ զգուշացում։ Այս իրավիճակում կարող ենք տեսնել, որ Ալաշկերտի խաղացողը խաղում է գնդակ եւ նրա կողմից ոչ մի խախտում չի կատարվում, հետեւաբար մրցավարը կայացրել է ճիշտ որոշում, չնշանակելով 11 մետրանոց, եւ քանի որ պաշտպանը խաղացել էր գնդակ, ճիշտ նշանակվում է անկյունային հարված։ Հաջորդ շատ հետաքրքիր խաղը Գանձասարյան Թոնորեր Շիրակին։ Առաջի խաղակեսից հետո Շիրակը հաղթում էր 2-0 հաշվով, սակայն Գանձասարին հաջողվեց կամային հաղթանակ տանել։ Փոխհատուցված վերջին րոպեին նրանք կարողացան դառնալ գոլի հեղինակ։ Մինչ դարպասի գրավումը կարող եք տեսնել, որ երկու մրցակից խաղացողներ պայքարում են գնդակի համար, որից հետո Շիրակ թիմի խաղացողը ընկնում է, սակայն այս իրավիճակում Գանձասարի ֆուտբոլիստը բացարձակ ոչ մի խախտում չի կատարել, սա նորմալ ֆուտբոլային պայքար է, ֆուտբոլը կոնտակտային մարզաձև է եւ թույլատրվում է նորմալ պայքարել գնդակի համար։ 16-րդ մրցափուլից հետաձգված Ուրարտու Վան խաղի ժամանակ Ուրարտուն խփեց իր առաջին գոլը, մինչ դարպասի գրավումը երկու խաղացողների մեջ ընթանում էր նորմալ ֆիզիկական պայքար։ Ուրարտուի խաղացողի ձեռքը գտնվում է մրցակցի ուսին, բայց դա նրանով ոչ մի ձև չի հերում մրցակցին, ոչ մի խախտում չի կատարում, ձախ ոտքով խաղում է գնդակ, հետևաբար խախտում չկար, ինչպես նաև չկար ակնհայտ սխալ մրցավարի կողմից կատարված, որպեսզի վար մրցավարը միջամտեր